Հակոբոս գրքի ուսումնասիրության մեջ հասել ենք երկրորդ գլխի երկրորդ պարբերությունն ենք 14 համարից սկսած այսօր կընթերցենք մինչև 26-րդ համարը ամբողջությամբ բայց այս հատվածը բաժանել եմ երկու մասի այսօր կուսումնասիրենք 14-ից 20-րդ համարները միայն եկեք ընթերցենք Հակոբոս երկրորդ գլխից 14 համարից սկսած Ինչ հոգուտ է եղբայրներ Եթե մեկն ասի թե հավատ ունի բայց արված գործեր չունենա Միթե հավատը կարող է նրան փրկել Եթե մի եղբայր կամ քույր մեկ լինեն կամ ուրվա ուտելիքի կարոտ եւ ձեզանից մեկն ասի գնացեք խաղությամբ տաքացեք ու կշտացեք բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտակ Ինչ օգուտ է Այդպես էլ հավատը եթե գործեր չունենա ինքնին մեռած է Բայց գուցե մեկն ասի դու հավատ ունես իսկ ես գործեր Ցույց տուր ինձ քո հավատն առանց գործերի իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով Դու հավատում ես որ Աստված մեկ է լավ ես անում Դևերն են հավատում եւ սարսափում են Բայց ուզում ես իմանալ ով փուչ մարդ որ հավատն առանց գործերի անիմաստ է Մեր հայր Աբրահամը չէ որ գործերով արդարացավ իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով Տեսնում ես որ հավատը նրա գործերին գործակից եղավ եւ այդ գործերով հավատը կատարյալ դարձավ Եվ կատարվեց գրքի խոսքը որ ասում է եւ Աբրահամն Աստծուն հավատաց եւ դա նրան արդարություն համարվեց ու Աստծու բարեկամ կոչվեց Արտեսնում եք որ մարդ գործերով է արդարանում եւ ոչ միայն հավատով Նույնպես էլ Ռախաբ օրնիկը գործերով չարդարացավ երբ լրտեսներին իր մոտ առավ եւ ուրիշ ճանապարհով արձակեց Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած Կարճ աղոթք կանենք Հայր շնորհակալ ենք հիմա քո խոսքի համար որ ունենք առիթ քո առջև գալու Փառք ես քո կենթանի խոսքի համար որ շարունակում է մեր հոգիների մեջ քո գործը մեզ զորացնում է, մեզ ամրացնում է, մեզ սնում է եւ տալիս է իմաստություն, որ հասկանանք քեզ էլ ավելի, ճանաչենք քեզ էլ ավելի, ճանաչենք քո գործերը մեր կյանքում եւ փառավորենք քեզ։ Ուստի մեր խնդրանքն է առաջնորդես մեզ Տեր, օգնեց որ էլ ավելի հասկանանք հիմա այս հատվածը Տեր, քո Սուրբ Հոգով առաջնորդես, վստահում ենք քեզ, հանձնվում ենք քեզ եւ շնորհակալ ենք, որ դու Մեր հայրն ես եւ շարունակում ես մեզ ուսուցանել Հիսուսի անով հայր ամեն Ուրեմն առաջին գլխի վերջում Հակոբոսը հիշում եք խոսեց ճշմարիտ կրոնասիրության ճշմարիտ աստվածպաշտության մասին որի նկարագրության մեջ մտնում էր նաեւ գործնական սերը ուղված իր մարդու դրացու նկատմամբ որը հոգ է տանում այդ դրացու կարիքներին պետքերին Եվ որից հետո հեղինակը այս ամբողջ երկրորդ գլխում բացում է փակագծերը բացատրելու համար թե ինչպես է իրականում դրսևորվում այս ճշմարիտ աստվածպաշտությունը այսպիսի հոգատար սիրո միջոցով Երկրորդ գլխի առաջին պարբերության մեջ նա խոսեց աչառության մեղքի մասին քանի որ այն խոչընդոտում է որպեսզի հավատացյալը իրապես ու սրտանց ծառայի իր շուրջինների կարիքները լրացնելով Իսկ հիմա այս երկրորդ պարբերությունում այսօր մեր կարդացած տեքստում հեղինակը ցույց է տալիս որ արմատական խնդիրներից մյուսը որը չի բերում իրական սիրո հոգատար պտուղը դա մեռած հավատքն է Իսկ որպեսզի մարդ ապրի իրական եւ գործնական սիրո կյանք նախ պետք է ունենա այս կենթանի ու այս փրկարար հավատքը Քանի որ առանց այս կենթանության Մարդը կշարունակի մնալ իր եսասեր, եսակենտրոն եւ սեփական շահն ու փառքը փնտրող մեկը։ Նա չի կարող սիրել իր դրացուն, իր անձի պես, եթե չունենա կենթանի հավատքը։ Ուրեմն այս երկրորդ պարբերության մեջ 14-ից 20 համարներում մենք խոսենք մեռած հավատքի մասին, իսկ շարունակության մեջ 21-ից 26-րդ համարներում կխոսենք
կենդանի հավատքի մասին, կենդանի հավատքի էության եւ օրինակների մասին։ Հուսամ համատեքստը բարձ է, հիշում եք առաջի գլխի վերջի հատվածը, երկրորդ գլխի սկիզբը, հեղինակի մտքի այս տրամաբանությունը հուսամ տեսնում եք, ոնց է գնում առաջ։ Բայց նախքան կանցնենք տեքստի ուսումնասիրությանը, մի քանի ներածական տեղեկություններ եւ դիտարկումներ պետք է նայենք միասին։ Ուրեմն այս 13 համարներում 14 անգամ օգտագործված է հավատք բառը եւ 12 անգամ գործեր բառը։ Եվ ամբողջ պարբերությունը ցույց է տալիս այս հավատքի եւ գործերի փոխկապակցությունը, մեկ լինելը։ Այս երկուսը առանց մեկը մյուսի չի կարող լինել ճշմարիտ։ Օրինակ, եթե չկան աստվածահաճո գործեր կամ չկա սրբության մեջ աճող կյանք, ապա չկա կենդանի հավատքը։ Եվ նաև, եթե չկա կենդանի հավատք մարդու մոտ, նա չի կարող լինել աստվածահաճո գործեր կատարող մեկը, քանի որ առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճելի լինել։ Եբրայեցիս 11:6։ Առանց հավատքի մարդկային գործերը ուղղված են սեփական անձով պարծենալու, անձը փառավորելու եւ փորձեր արդարացում գտնելու այդ գործերի միջոցով։ Այս թեմայի շուրջ Հակոբոսը գրում է այս գիրքը, քանի որ մարդիկ արդեն իսկ առաջին դարում ընկնում էին երկու տիպի ծայրահեղությունների մեջ, չհասկանալով շնորհի ճշմարիտ վարդապետությունը։ Ուրեմն մի ծայրահեղությունն այն էր, որ հրեաները դավանելով անգամ քրիստոնեությունը շարունակում էին ապավինել իրենց մարդկային գործերին, իրենց փրկության համար։ Ինչպես 5 տակարանում, հիշում եք, օրենքը ինչպես էին սովորացնում, ինչպես էին մեկնաբանում, նկարագրելով օրենքը որպես միջոց արդարանալու Աստծո առաջ։ Մյուս ծայրահեղությունը կամ մյուս մոլորությունը, երբ մարդիկ ճանաչելով ավետարանը, Աստծո շնորհիվ ձրի փրկությունը առանց մարդկային գործերի, հավատքով նրանք դարձան Աստծուն, սկսեցին մտածել նաև, որ մարդկային գործերը կամ ջանքը ուրեմն այլևս անհրաժեշտ չէ, չէ՞ որ մենք շնորհով ունենք փրկությունը։ Պետք չէ ձգտել սրբության կամ պայքարել մեղավոր սովորությունների դեմ, եւ այս մոլար մտքերը մարդկանց շեղում էր իրական հոգևոր կյանքից ու այն տալիս էր կեղծ անգամ փրկության վստահությունը մարդու մոտ։ Խաբված մարդը բերանով վկայում էր, որ Քրիստոսին է հավատում, սակայն իր սիրտը հեռու էր Աստծուց, իր գործերը հեռու Հիսուսի գործերից, Հիսուսի նպատակներից, Հիսուսի օրինակից։ Երբ չկա Աստծո շնորհին համապատասխան կյանք, ուրեմն այդ շնորհով փրկությունը նույնպես չկա մարդու հոգում։ Ուրեմն այս մոլորության պատճառով արդեն իսկ առաջին դարում շատ տարբեր աղանդներ ծլեցին, մոլար ուսուցիչներ դուրս եկան եկեղեցու դեմ եւ առաքյալների վարդապետության դեմ։ Դրա համար Հակոբոսը տեսնելով այդ մոլորությունը եւ դրա ազդեցությունը իր քուր եղբայրների կյանքի ու աստվածպաշտության վրա, նա լրջորեն անդրադառնում է այս կարևոր հարցին։ Պողոսը նույնպես խոսում է այս մոլար մտքերի դեմ եւ նաեւ իր թղթերում, օրինակ Հռոմեացիս 6-րդ գլխում, նա ասում է. հիմա ինչ, մենք մեղք գործենք, քանի որ օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Երբեք մենք որ մեռանք մեղքի նկատմամբ, այլևս ինչպես ապրենք դրա մեջ։ Դուք մեղքից ազատված արդարության ծառաներ դարձաք, ուրեմն այլևս չեք կարող ձեր գործերով ծառայել մեղքին։ Հակոբոս թղթի այս հատվածը հատկապես եղել է աստվածաբանական թեմաներով կռվի դաշտ։ Շատերը կարծել են, որ այն հակասում է Պողոսի այս վարդապետությանը, ով ասում էր, որ փրկությունը տրվում է հավատքի միջոցով, անկախ մարդկանց գործերից։ Իսկ Հակոբոսի խոսքերը առաջին հայացքից կարծես թվա հակասություն Պողոսի վարդապետությանը։ Եվ այս մարդիկ մեջբերում են Հակոբոսի հետևյալ համարները, որ այսօր կարդացինք, օրինակ 21-ում, երբ նա ասում է. մեր հայր Աբրահամը գործերով արդարացավ, կամ 24-ը, տեսնում եք, որ մարդ գործերով է արդարանում եւ ոչ միայն հավատով։
կամ 25 նայեք։ Նույնպես էլ Ռախաբ պոռնիկը գործերով արդյոք չարդարացավ, երբ լրտեսներին իր մոտ առավ եւ ուրիշ ճանապարհով արձակեց։ Եթե համատեքստից դուրս նայենք այս համարները, մենք կարող ենք աղավաղել վարդապետությունը, վարդապետական հարցերը։ Եվ երբ որ մենք Հակոբոսի տրամաբանությունից դուրս ենք մտածում, մենք կարող ենք գալ սխալ եզրակացությունների։ Կարծես թե մարդը փրկվում է գործերով։ Ահա թե ինչու է կարևոր օգտագործել ճիշտ հերմենևտիկական սկզբունքները, որպեսզի հասկանանք հեղինակի միտքը, ոչ թե ծուռ մեկնաբանություններ մտցնենք տեքստի մեջ։ Սա չափազանց կարևոր է, քանի որ առանց խոսքի ճշմարիտ մեկնաբանության ծնվել են բազում եւ բազում օրորություններ, ու մինչ օրս դեռ ծնվում են։ Հիսուսը փարիսեցիներին ասաց. «Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, դուք չեք մտնում եւ փափագողներին էլ թույլ չեք տալիս»։ Փարիսեցիները ծուռ մեկնաբանելով գրվածքները ճշմարտության ճանաչողության չէին գալիս եւ ծուռ մեկնելով իրենց լսարանի համար նույնպես նրանց շեղում էին նույնպես փրկության ճանապարհից, քանի որ այս լսարանը լսում հավատում էր մարդուն, ոչ թե իր հավատքողում էր ճանաչելու խոսքը եւ հավատալու այդ խոսքերին։ Իսկ ինչ ես կարծում, հիմա նույնը չէ։ Հիմա նույնպես, ինչպես Հակոբոսի այս տեքստը, այնպես էլ շատ ուրիշ տեքստեր, մարդիկ օգտագործում են ուսուցանելով, որ մարդը փրկվում է պատվիրաններ պահելով, բարի գործեր անելով, Աստծուն ծառայելով կամ անգամ ջրով կնքվելով եւ այլն լիքը ուսուցումներ։ Մի հարց տամ, ինչ ես կարծում, երբ մեկը ծռում է շնորհի վարդապետությունը, կարող է փրկվել, անգամ երբ ընդունում է Հիսուսի հավիտենական Աստված լինելը, ընդունում է Սուրբ Երրորդությունը, նա վկայում է դրա մասին, բայց եթե նա ծռում է շնորհի վարդապետությունը, այդպիսի մարդը կարող է փրկվել։ Արդյոք բավական է, որ մեկը հավատալով Սուրբ Երրորդությանը կամ Հիսուսի Աստվածությանը համարվի փրկված, մեկը եթե նա ծռում է այս վարդապետությունը։ Իհարկե ես նկատի չունեմ, որ մարդ ամեն բան, ամեն դետալ պետք է հասկանա այս վարդապետությունից, որպեսզի նա փրկվի։ Այլ նկատի ունեմ, որ եթե մարդը իր փրկությունը մեղքերից մաքրվելը կապում է որևէ իր արարքի կամ արժանիքի հետ, արդյոք նա իրապես գիտակցել է Հիսուսի զոհը ու ընդունել է այն որպես միակ փրկության միջոց եւ պատճառ։ Օրինակ, եթե հայ առաքելականներն ասում են, որ կնքվելով մարդ փրկություն է ստանում, արդյոք այս հավատն ունեցողը կարող է փրկվել։ Եթե մարդը կնքվելով իր վստահությունը դնում է այդ գործի վրա, որպես մեղքերից մաքրման միջոց, անգամ վկայելով, որ ես հավատում եմ Հիսուսին, հավատում եմ, որ նա Աստված է, հավատում եմ, որ նա իմ մեղքերի համար է խաչվել, բայց եթե այս ավետարանին ավելացնում է որևէ մի ծուռ բան, ծռում է ավետարանի հիմքերը, արդյոք նա կարող է համարվել փրկված մեկը։ Օրինակ նրանք մեջ բերում են Հիսուսի խոսքերը, երբ ասաց, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, Հովհաննես 3:5։ Այս ջուրը իրենք վերագրում են ֆիզիկական ջրին ու մեկնաբանում, որ մարդ վերստին ծնունդ է ունենում կնունքի միջոցով։ Տեսնում եք խոսքի ծուռ մեկնաբանության հետևանքները։ Խոսքի ծուռ մեկնաբանությունը տանում է վարդապետական շեղումների եւ այդ վարդապետական շեղումները տանում են ծուռ գործողությունների, որոնք եւ դառնում են մարդկանց հիմքը, որ նրանք վստահում են իրենց այդ գործերին եւ կարծում են, որ իրենք իրապես փրկվում են։ Տերը հստակ իր խոսքում ցույց է տալիս, որ եթե դու քո մարդկային որևէ տեսակ գործ, ծառայություն, արժանիք դիտարկում ես որպես միջոց կամ պատճառ փրկության,
ապա դու կորսված ես, դու Հիսուսինը չես։ Դու քեզ համար ու քեզ հարմար մի կեղծ Հիսուս ես հորինել ու դարձել ես կռապաշտ։ Սիրելիներ, արտաքին երևույթներով մի դատեք, մարդկանց մեծ բերաններով կամ նրանց բարի կերպարներով մի խաբվեք։ Հիշեք, ով ծռում է շնորհի վարդապետությունը, նա չի ճանաչում իրական Հիսուսին։ Ուսումնասիրեք Պողոսի կյանքը ու տեսեք, արդյոք նա այսպիսի մոլորեցնողների ու նրանց դիվային վարդապետության դեմ չէր խոսում։ Արդյոք նա անգամ Հիսուսին հավատացողներին չկոչեց մոլար ուսուցիչներ, որոնք ծռում էին հենց այս շնորհի վարդապետությունը։ Նրանց, ովքեր Հիսուսի անունով ներխուժում են եկեղեցիներ ու ուրիշ ավետարան էին քարոզում, կիսատ ավետարան էին քարոզում։ Եվ նա գրում էր այդ եկեղեցուն ու զգուշացնում, որ այսպիսի մոլորեցնողների մասին, որոնք ծռում էին շնորհի վարդապետությունը։ Նրանք ծռում էին շնորհի վարդապետությունը։ Այս խնդիրը չափազանց կարևոր է, չափազանց տարածված է եւ նաեւ այսօր տարբեր երանգներով, տարբեր հաճախ ծածկված, չերևացող առաջին հայացքից։ Դրա համար մենք պետք է լուրջ մոտենանք այս հարցին, այն մոլորություն է տարածում։ Անկամ գուցե մեր մեջ մարդիկ կան, որ լսում են այլ քարոզիչների, խարիզմատների, հիսունականների, առաքելականների ու կարծում են, թե լավ բաներ են սովորում։ Բայց դուք չեք հասկանում, թե ինչպես է այդ ձեր կարծեցյալ այդ քարոզները ձեզ ավելի ու ավելի շեղում այս շնորհի վարդապետությունից։ Շատ հաճախ մենք չենք հասկանում շնորհի վարդապետությունը, դրա համար չենք կարողանում ունենալ զանազանություն, թե ում պետք է լսենք եւ ում ոչ։ Որտեղ շատ հաճախ քարոզիչները իրենք խոսում են Հիսուսից, Աստծուց, Սուրբ Երրորդությունից, հավատքից, բայց շնորհի վարդապետությանը շատ քիչ են անդրադառնում, որտեղ այնտեղ է շատ որոշիչ ճշմարտություններ, որը որ կապված է փրկagorցության վարդապետության հետ։ Իսկ դա չի քարոզում, որտեղ դա ծածկվում է, որտեղ այնտեղ լիքը որոշիչ հանգամանքներ եւ արմատական խնդիրներ կան։ Պողոսի խոսքից ուզում եմ կարդալ մի քանի հատվածներ։ Այսօր ներածական եմ քիչ երկար է ստացվել, բայց սա լուրջ հարց է եւ ուզում եմ դուք ինքներդ տեսնեք Պողոսի գործունեության մեջ ինչպես էր նա պահում շնորհի վարդապետությունը եւ խոսում ընդդեմ նրանց, ովքեր հենց այս վարդապետության դեմ էին դուրս գալիս իրենց օրինապաշտական գործերով։ Օրինակ Գործք առաքելոց 20-րդ գլուխ 29-ից 32 համարները։ Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի։ Իսկ ձեր միջից, իսկ Հիսուսին հավատացողներ, քրիստոնյա անվան տակ եղողներ, ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, այսինքն քրիստոնյա անվան տակ, սակայն վարդապետություն ծռողներ, սուտ ուսուցումներ տարածողներ, թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց ետևից տանեն։ 31 համարը դրա համար էլ արթուն կացեք, հիշելով, որ 3 տարի գիշեր ցերեկ յուրաքանչյուր տանդաթար խրատեցի արտասուքներով։ Այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն ու նրա շնորհի խոսքին, որ կարող է կառուցել եւ ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբացների հետ։ Ասում արթուն կացեք ու կարճեք Աստծուց եւ ինչից։ Շնորհի խոսքից, շնորհի վարդապետությունից, որտեւ այդ խոսքն է ձեզ փրկողը, այդ խոսքն է ամբողջական ավետարանը։ Կիսատ ավետարան չէ։ Կիսատ ավետարանը չի կառուցելու ձեզ եւ ձեզ չի առաջնորդելու հավիտենական ժառանգություն։ Պողոսն ասում է. արթուն եղեք ու մի շեղվեք շնորհի խոսքից։ Այդ մոլորեցնողները ձեզ շեղում են հենց այս խոսքից, հենց այս վարդապետությունից։ Տիտոսի թղթում առաջ գլուխ 10-11 համարները։ Որովհետև կան բազում անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ, մանավանդ թլպատվածների մեջ,
որոնց պետք է լռեցնել, նրանք ամբողջ տներ են կործանում, հանուն շահամոլության ուսուցանելով այն, ինչ պետք չէ։ Իսկ ուսուցանում են ծուռ վարդապետություն, եւ ովքեր են այս թլպատվածները, ովքեր են, ինչ են սրանք քարոզում։ Սրանք հրեցյունից քրիստոնեություն անցած հրյաներն էին, ովքեր վկայում էին, որ հավատացել են հարուցյալ Հիսուսին, որ այո, նա էր եկող Մեսիան, սակայն ծռում էին հենց շնորհի վարդապետությունը։ Այնպիսի խորամանկությամբ, որ անուսները խաբվում են եւ իրենց հետևից գնում։ Անկամ Հիսուսի անունը տալով։ Երբևէ մտածել ես, որ մարդ Հիսուսի անունը տալով կարող է գնալ դժոխք։ Սա շատ ծայրահեղ արտահայտություն է թվում, սակայն Հիսուսն ինքը չէ ասեց սրա մասին։ Իրենց տեր կոչողներից կան մարդիկ, որ գնալու են դժոխք, քանի որ հավատացին իրենց գործերով արդարացմանը։ Ծռեցին շնորհի վարդապետությունը։ Ինչ էին ասում։ Տեր, չէ՞ որ քո անունով մենք մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Մենք արեցինք այս, մենք արեցինք այն։ Ինչպես ես դու ասում, թե մեզ չես ճանաչում։ Չէ՞ որ մենք քեզ ծառայում էինք, բա մեր գործերը, մեր արարքները։ Տեսնում եք, իրենց կենտրոնացումը իրենց արարքների վրա էր։ Փրկություն մեր գործերի արժանիքով կամ գործերի պատճառով, ոչ թե հավատք այդ Տիրոջը ուղղված։ Եվ վստահություն փրկությունը միայն նրա վրա։ Միամիտ մի եղեք սիրելիներ, ավելի խորը մտածեք ու դատեք, ճանաչեք շնորհի վարդապետությունը ու դրա դեմ ուղղված դիվայն վարդապետությունը տարբեր երանգներով արտահայտված, տարբեր անուններ կրող։ Գաղատացիս նամակ անցնենք մի քանի հատվածներ այնտեղից։ Առաջի գլուխ 6-ից 9 համարները։ Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց եւ դեպի ուրիշ ավետարան եք դառնում։ Այսինքն Քրիստոսի շնորհի ավետարանից դեպի ուրիշ ավետարան։ Տեսնում եք դարձյալ Քրիստոսի շնորհի վարդապետությունից շեղումը։ Սակայն ասում է 7-րդ համարում, ուրիշը չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են եւ ուզում են Քրիստոսի ավետարանը փոխել։ 8-րդը, բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ենք ձեզ ավետարանել, նզովյալ լինեն։ Տեսնում եք, Պողոս անգամ իր անձի մասին է ասում, որ եթե ես շնորհի ավետարանը ծռեմ, ուրիշ բան քարոզեմ, կիսատ ավետարան քարոզեմ, ինձ էլ մի լսեք։ 9-րդ համար, ինչպես արդեն ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ, եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, թող նզովյալ լինի։ Երկրորդ գլուխ 3-ից 5 համարները նայեք։ Բայց Տիտոսն էլ, որ ինձ հետ էր, հելենացի լինելով, չհարկադրվեց թլփատվելու։ Հակառակ ներս սպրդած այն սուտ եղբայրների, որոնք ներս են սողոսկել մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսով ունենք, որպեսզի մեզ ծառա դարձնեն։ Նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպեսզի ավետարանի ճշմարտությունը ձեր մեջ հաստատուն մնա։ Տիտոսին հարկադրված չէր թլպատվել օրենքի ծառայող լինել, որպեսզի Հիսուսով փրկությունը նա ստանար։ Իսկ հակառակ այս խոսքին սուտ եղբայրները քարոզում էին թլպատություն, այսինքն օրենքով փրկություն, թլպատվեք, որպեսզի փրկվեք Հիսուսի անունով։ Գաղատացիս 2-րդ գլուխ 15-ից 16 եւ 21։ Մենք, որ ի ծնե հրյաներ ենք, ոչ թե մեր մեղավոր հեթանոսներից, գիտենք, որ մարդ օրենքի գործերով չի արդարանում, այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատով։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որպեսզի Քրիստոսի հավատով արդարանանք, ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ ոք չի արդարանա։
Ես չեմ անտեսում Աստծո շնորհը, քանզի եթե արդարությունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։ Գաղատացիս 3:9-11։ Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ Իսկ ովքեր, որ օրենքի գործերով են, անեզքի տակ են, քանի որ գրված է. անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում եւ չի գործադրում այդ ամենը, որ օրենքով Աստծո առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետեւ արդարը հավատով է ապրելու։ Գաղատացիս 5:1-12։ Արտային ազատության, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատուն կացեք ու դարձյալ ծառայության լծի տակ մի մտեք։ Ահա ես Պողոսս ասում եմ ձեզ, որ եթե թլպատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ Եթե թլպատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ Եթե դու որևէ մարդկային գործ անես ու փրկության հույսդ կապես այդ գործին, համարես քեզ փրկված այդ գործի շնորհիվ, ուրեմն Քրիստոսի զոհը քո համար չէ, որքան էլ դու ասես, ես հավատում եմ այդ Քրիստոսին, ես հավատում եմ երրորդությանը, դու չես ներվելու, չես փրկվելու, քանի որ դու ծռեցիր շնորհի վարդապետությունը, դու մերժեցիր այն շնորհը, որը ունի միակ զորությունը փրկություն պարգևելու։ Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, եւ սա ձեզանից չէ, ձեր որևէ տեսակի գործերից չէ, այլ Աստծո պարգևն է, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Եթե քո հույսը դրեցիր կնունքի վրա, ուրեմն որքան ուզում ես բարձր գոչի Հիսուսի անունը, այն քեզ օգուտ չի տալու, այսինքն այն քեզ չի փրկելու։ Թլպատություն կլինի, որևէ տեսակ գործ կլինի, որը որ դու կանես մեղքերի թողության մտադրությամբ, հավիտենական փրկությունը ժառանգելու մտադրությամբ, Քրիստոսի անունով էլ դա անես, այն քեզ չի փրկելու, որովհետև դու ավետարանին ավելացրիր Քրիստոս գումարած գործեր։ Երրորդ համարը նայեք, եւ դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար, որ ով թլպատվում է, պարտավոր է ամբողջ օրենքը կատարել։ Դուք որ կամենում եք օրենքով արդարանալ, բաժանված եք Քրիստոսից եւ զրկված շնորհից։ Այս համար կարելի է անգիր անել։ Դուք որ կամենում եք օրենքով արդարանալ, այսինքն որևէ տեսակ մի գործով, բարի գործով, ծեսով բաժանված է Քրիստոսից եւ զրկված շնորհից։ Այս մի համարը բավական է, որ անգամ մոլորվածին, որ եթե որևէ քո մարդկային գործով կամ պատվիրանապահությամբ դու փորձում ես արդարանալ, դու այդ մոլորվածին կարող ես ցույց տալ, որ քո սին արժանիքով, քո գործերով դու համարում ես քեզ փրկված, ուրեմն իմացիր, որ դու Քրիստոսի թշնամի ես, դու նրա փրկարար շնորհից հեռու ես, դու աղավաղել ես ավետարանը, դու աղավաղել ես շնորհի վարդապետությունը։ 5-րդ համարը, որովհետև մենք հոգով սպասում ենք հավատից եկած արդարության հույսին, քանի որ Քրիստոս Հիսուսով ոչ թլպատությունը զորություն ունի, ոչ էլ անթլպատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում։ Որ թլպատությունը։ Սա ֆիզիկական թլպատությունն է, որ օրենքը քարոզում էին, որ եթե չթլպատվես Աբրահամի սերունդի նման, ֆիզիկապես, այսինքն օրենքը պահես 5 տակարանի, դու չես կարող փրկվել։ Բայց այդտեղ Հիսուսն ասում է. Քրիստոս Հիսուսով անգամ արած։ Քրիստոս Հիսուսով, եթե դու Քրիստոսին հավատում ես, իր անունը տալիս ես, բայց նաև թլպատվում ես, այն ոչինչ է։ Դրա համար մի խաբեք Հիսուսի անունը կեղծորեն տվողներից, ովքեր իրենց օրենքն են խառնում այդ պատվական անվանը։ Նրանք անարգում են այդ անունը, անպատվում ու հայհոյում են։ Դուք Հիսուսի անունով կնքում եք ու ասում եք այս կնունքով դու մաքրվեցիր քո մեղքերից։ Ահա թե ինչ մոլորություններ են մեր շուրջը։ 7-րդ համարը։ Լավ եք ընթանում, ձեզ ով ետ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Այդ համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։
մի քիչ թթխմորը ամբողջ զանգվածը խմորում է։ Իսկ դուք այդ կեղծ համոզման եք եկել, քանի որ հավատացել եք մարդկանց քարոզած կեղծ ավետարանին ու խառնվել եք այդ սուտ վարդապետության թթխմորին։ Դու տարված ես մարդկային քարոզներով, ոչ թե սուրբ գրքով։ Դու ինքդ չես ուսումնասիրում, դրա համար մանուկի պես տարուբերված ես կեղծ ուսմունքներով։ Դու խմորվում ես խարիզմատներով, հիսունականներով ու առաքելականներով, դրա համար պետք է արթնանալ։ Արթուն կացեք, ասում եմ։ 10-րդ համարը։ Ես ձեզ վրա Տիրոջով հույս ունեմ, որ ուրիշ բան չեք մտածի, ու ձեզ խռովեցնողը, ով էլ որ լինի, դատապարտության է ենթարկվելու։ Բայց ես եղբայրներ, եթե դեռևս թլպատություն եմ քարոզում, էլ ինչի համար եմ հալածվում։ Այդ դեպքում խաչի գայթակղությունը խափանված է։ Երանի արմատից կտևեն նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։ Ինչու էր հալածվում Պողոսը։ Քանի որ նա թլպատություն չէր քարոզում, նա ընդդեմ այդ թլպատության, այդ օրինապաշտության էր քարոզում, այդ սուտ ուսուցիչների դեմ էր քարոզում, դրա համար եւ հալածվում էր։ Երանի կտրվեն այս աղանդները, սակայն չեն կտրվելու, քանի որ դա նույնպես Աստծո դատաստանն է մոլորեցնելու նրանց, ովքեր մերժեցին Աստծո շնորհի վարդապետությունը, շնորհով փրկությունը, ովքեր ծռեցին մաքուր ավետարանը։ Պողոսն ասում է զգուշացեք, քանի որ եթե մերժես շնորհի վարդապետությունը, գուցե քո մոլորությունը քեզ անվերադարձորեն հեռացնի ճշմարտությունից, որ եւ կվկայի քո կեղծ հավատքը ու կեղծ սերը Հիսուսի նկատմամբ։ Ուրեմն սա մի տեսակ մոլորություն էր, որի դեմ պայքարում էր Պողոսը իր ողջ կյանքի ընթացքում։ Նա պայքարում էր այս շնորհի վարդապետությանը դեմ դուրս եկող մոլար ուսուցիչների դեմ, Քրիստոսի անունից եկողների դեմ, որտեղ նրանք քարոզում էին գործերով փրկություն։ Մյուս տարեղությունը այն էր, որ մարդիկ հավատալով շնորհով ձրի փրկագնմանը քարոզում էին ի հակառակ սրբության կյանքի կամ հակառակ Աստծո պատվիրանների կատարմանը։ Դե եթե ասում ես շնորհով ենք փրկված, էլ ինչու Աստծո պատվիրանները պահենք, ինչու սրբության կյանք ապրենք, մենք ազատ ենք պատվիրաններից ու ազատ ենք մեղքի դեմ պայքարից։ Սա էլ երկրորդ ծայրահեղությունն էր, որ շնորհի վարդապետություն դարձյալ սխալ ընկալելով նրանք գնում էին ուրիշ կիրառությունների, ուրիշ մեկնաբանությունների։ Պողոսը քարոզելով շնորհի վարդապետությունը նաև քարոզում է, որ այդ շնորհը իրական փրկվածներին տանում է սրբագործության, գործնական մեղքերից մաքրման, նմանեցնելով ավելի ու ավելի Հիսուսի կերպարին։ Իսկ Հակոբոսը անդրադառնում է այս հենց երկրորդ տեսակ մոլորությանը։ Խոսելով գործերի դերի մասին, նա չի ասում այդ գործերով է փրկությունը, այլ նա խոսում է երկրորդ մոլորության դեմ, երբ մարդիկ ասում են, որ գործերի անհրաժեշտություն չկա, գործերի դեր չկա մեզ համար։ Տեսեք, նրա հարցից հասկանալի է, թե որ խնդրին է նա անդրադառնում։ Հակոբոսն ասում է, եթե մեկը ասի, որ հավատք ունի։ Ուրեմն խնդիրն այն է, որ մարդիկ բերանով դավանում են, որ մենք հավատում ենք Հիսուսին, սակայն այդ դավանությունը կեղծ է։ Ինչու է Հակոբոսը կարծում, որ կա կեղծ դավանություն։ Ասում են, նայում ենք գործերին, նայեք պտուղներին։ Ինչպես Հիսուս ասաց, որ պտուղները ցույց են տալիս ծառի բարի կամ չար լինելը։ Ուստի այստեղ խնդիրը Հակոբոսը ցույց է տալիս, որ հավատքի էության մեջ է։ Դրա համար Հակոբոսը հենց այս ծայրահեղության դեմ է իր թուղթը գրում, ցույց տալով, որ իրական հավատքը, իրական փրկվածը տալիս է արդարության գործերի պտուղը։ Ուրեմն Պողոսի ու Հակոբոսի վարդապետությունները տարբեր չեն։ Դրանք իրար չեն հակասում, պարզապես Պողոսը առաջին մոլորության դեմ է խոսելով գործերի մասին, իսկ Հակոբոսը երկրորդ մոլորության դեմ, երբ խոսում է դարձյալ գործերի մասին։ Հակոբոսի մեջ բերած գործերը այն գործերը չեն, որոնք մարդը կատարում է որպեսզի փրկվի։
Պողոսը խոսեց այն գործերի մասին, որոնք դատապարտելի էին, քանի որ մարդիկ անում էին դրանք փրկվելու մտադրությամբ, փրկությունը վաստակելու մտադրությամբ։ Ուրեմն այս տարածված երկրորդ մոլորությունը այն էր, որ մարդիկ բերանով վկայում էին, որ հավատում են Աստծո շնորհով փրկությանը, սակայն չէին ապրում Հիսուսի համար։ Նրա գործերը շարունակելով այս երկրի վրա, նրանք չէին ապրում Աստծո կամքի համար, Աստծո պատվիրաններով, արդեն իսկ փրկված համարելով իրենց։ Նրանք չէին հասկացել, որ շնորհի զորությունը իրապես ճաշակած մեկը ձգտում է ապրել ըստ այդ շնորհի ու բերել արդարության պտող։ Շնորհի վարդապետությունը չի ուսուցանում մեղքի դեմ պատերազմից զերծ կյանք։ Այն չի ուսուցանում, որ այլևս կարևոր չէ քո ապրած կյանքը, քանի որ շնորհը արդեն տրված է քեզ։ Ոչ, այլ այն ուսուցանում է ապրել այդ շնորհի զորությամբ, արժանի ըստ այն կոչման, որի մեջ կանչվել եք։ Ինչպես ասում է սուրբ եղեք, որովհետև ձեր հայրն է սուրբ։ Կարծում նախաբանի համար բավական է, որ մենք պատկերացում կազմենք այս խնդրի լրջությունը, այս մոլորությունը։ Վերադառնանք մեր տեքստին, որ մենք տեսանք խնդիրը ինչու էր եւ ինչու էր Հակոբոսը հենց խոսում այս գործերի մասին, ու որպես մեր հատվածի այսօրվա գլխավոր միտք, այսպես պարզ կարող ենք ձևակերպել։ Առանց գործեր հավատը մեռած է ու անիմաստ։ Առանց գործեր հավատը մեռած է ու անիմաստ։ Ինչպես բնութագրել հավատը, որը չունի գործեր։ Ինչպես մենք բնութագրենք այն հավատը, որը որ չի տալիս պտուղ, այն չի վերածվում կյանք, այն չի վերածվում սրբության, այն չի ապրում Աստծո կամքի համաձայն։ Առաջինը, առանց գործեր հավատը օգուտ չի տալիս, քանի որ այն մեռած է։ Եվս մեկ անգամ ընթերցենք 14-ից 17 համարները։ Ինչ է օգուտը եղբայրներին, եթե մեկը ասի, թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա։ Միթե հավատը կարող է նրան փրկել։ Եթե մի եղբայր կամ քույր մեկ լինեն կամ ուրվա ուտելիքի կարոտ, եւ ձեզանից մեկն ասի նրանց գնացեք խաղությամբ, տաքացեք ու կշտացեք, բայց մարմնին անհրաժեշտ բաներ նրանց չտաք, ինչ է օգուտը։ Այդպես էլ հավատը, եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։ Առանց գործեր հավատը օգուտ չունի, քանի որ այն մեռած է։ Ուրեմն 14-րդ համարում Հակոբոսը երկու հարց է բարձրաձայնում։ Եվ դրանով նա ուզում է ցույց տալ, օգնել իր լսարանին մտածելու այս խնդրի շուրջ։ Ըստ այս երկու հարցերի երևում է, որ հավատքից եկած օգուտը Հակոբոսը նկատի ունի փրկությունը։ Ասում է, կարող է արդյոք այս հավատքը փրկել նրան։ Կարող է այդ օգուտը տալ մարդու համար։ Առաջին հայացքից այս հարցը տարօրինակ չէ թվում։ Չէ՞ որ Հիսուսի աշակերտները քարոզում էին փրկություն հավատքի միջոցով։ Այսինչ հարցի տալիս Հակոբոսը, միթե հավատքը կարող է փրկել։ Ուրեմն հունարենում երկրորդ հավատք բառից առաջ դրված է որոշիչ հոտ, որը մեզ հուշում է, թե ինչպիսի հավատքը նկատի ունի Հակոբոսը։ Առաջին ուրեմն հարցի մեջ նա խոսում է այն հավատքի մասին, որը չունի գործեր, չունի պտուղ, չէ՞։ Իսկ երկրորդ հարցի մեջ որոշիչ հոդի արկայության դեպքում ավելի ճիշտ պետք է հենց այսպես թարգմանել։ Միթե այս հավատը, որ հավատը, վերևը որ նա ասում է, եթե գործեր չունենա, նա ասի հավատում եմ, բայց գործեր չունենա, միթե այս հավատը կարող է փրկել։ Այն հավատը, որ գործեր չունի, կարող է այսպիսի հավատը փրկել։ Այսինքն հարցը նրանում չէ, թե Հիսուսին ուղղված հավատքն է փրկում, թե ոչ, այլ հարցը հետևյալն է. Հիսուսին ուղղված հավատքը, որը պտուղ չի տալիս, չի փոխում մարդու կյանքը, այսպիսի հավատքը, որ էլի հավատքի անվան տակ է ներկայանում, այդ հավատքը կարող է փրկել։ Եվ այս հարցերը պարզորեն ցույց են տալիս, որ կա երկու տիպի հավատք։ Երկուսն էլ ուղղված են Հիսուսի անձին, սակայն մեկը փրկում է, իսկ մյուսը ոչ։ Այս երկու տիպի հավատների տարբերությունն այն է, որ կենթանի ու փրկարար հավատքը բերում է պտուղներ, իսկ մեռած ու անիմաստ հավատքը, որն ասում է, որ հավատում է Հիսուսին, նա ասում է խոսքերով, վկայում է բերանով,
բայց այն չի փրկում։ Որովհետև այն չի փոխել մարդու կյանքը, առօրյան նպատակները, սրբությունը, մտածելակերպը, արժեքները, ուղղությունը, ապաշխարություն չի եղել, չի փոխվել նրա կյանքի ուղղությունը դեպի Քրիստոս։ Սա ցույց է տալիս, որ եթե դու ուզում ես համոզվել քո փրկված լինելու վրա, ապա պարզապես նայիր քո ապրած կյանքին։ Ոչ թե կատարյալ սուրբ կյանքի մասին է խոսքը, այլ շարունակապես սրբացող կյանքի։ Արդյոք դու շարունակապես փոխվում ես ու քայլ առ քայլ նմանվում ես Հիսուսին քո ներսի անձով ու արտաքին գործերով։ Արդյոք դու ճանաչելով Աստծո կամքը հնազանդորեն կատարում ես այն։ Դու հոր կամքը կատարող մեկն ես, ինչպես Հակոբոսն ասաց առաջ գլուխ 22 համարում, եղեք ոչ միայն լսողներ, այլ նաև կատարողներ։ Հակոբոսի այս հարցի քերականական ձևակերպումից երևում է, որ այնպես չէ, որ Հակոբոսը հարց է տալիս, կարծես չգիտի պատասխանը։ Ընդհակառակը նա հարցի մեջ արդեն կա պատասխանը, որ ոչ չի կարող այսպիսի հավատքը, որ գործ չի տալի, արդյունք չի տալի, այսպիսի հավատքը ուրեմն իրական հավատքը չէ, ուստի այն չի կարող փրկել։ Եթե հավատքը չի արտադրում արդարության գործեր, ապա այն փրկարարը չէ։ 15-16 համարներում Հակոբոսը բերում է օրինակ այսպիսի անգործ հավատքի, որը անօգուտ ու մեռած է, որը չի սիրում իր դրացուն այնպես, ինչպես իր անձը։ Նախորդ պարբերությունում նա արդեն բերեց աղքատի մասին օրինակ, հիշում եք, ցույց տալով նրա նկատմամբ աչառ վերաբերմունքը, եւ հետո խոսեց արքայական սիրո օրենքի մասին, ասելով. Սիրեք մարդկանց, ինչպես ձեր անձերը, գործնական սիրով։ Եվ հիմա նա կրկին նմանատիպ օրինակ է բերում, ցույց տալու համար, թե ինչպիսին է սուտ եւ ճշմարիտ հավատքի դրսևորման տարբերությունը։ Ինչպես անաչառությունը, սերը եւ ողորմած վերաբերմունքն էր գործնականում դրսևորվում մարդկանց հարաբերությունների մեջ, այնպես էլ հավատքը, ճշմարիտ հավատքը ծնում է հոգատարություն իդրացու նկատմամբ։ Ասում են, որ այս մարդը ունի ուտելիքի ու հագնելիքի կարիք։ Նա սոված է ու ինչպես 16-րդ համարից տեսնում ենք, նա ունի մրսելու խնդիր։ Ասում է, չէ, գնա, տաքացիր, կշտացիր։ Ուրեմն այս մարդը տեղեկանալով կարիքի մասին, ինչպիսի արձագանք է տալիս։ 16-ում եւ ձեզանից մեկն ասի նրանց. գնացեք խաղաղությամբ տաքացեք ու կշտացեք, բայց մարմնի անհրաժեշտ բաները նրանց չտաք։ Տաքացիր ու կշտացիր, այսինքն գնա, դու քո կարիքը հոգա, կամ մեկ ուրիշին դիմիր, որ քեզ օգնի։ Տաքացիր ու կշտացիր, դու գնա քո համար, քո կարիքը հոգա, կամ դիմիր մեկ ուրիշին, որպեսզի հոգա այդ կարիքը։ Բայց այս մարդը ունի հնարավորությունը։ Հակոբոսը չի ասում, որ այս մարդը հնարավորություն չունի օգնելու, այլ ասում է չի տալիս։ Այսինքն նա կարող է օգնել, նա ունի հնարավորություն իր ձեռքում, սակայն նա եսասեր է ու եսակենտրոն, քանի որ չունի իրական հավատքը, նրա հավատքը մեռած է։ Նա չունի փոխված սիրտը, նա լսում է կարիքը ու փակում է իր ձեռքը։ Խաղաղություն մաղթելը այն ժամանակ նշանակում էր Աստծո խաղաղությունը խնդրել դիմացինի համար։ Ուրիշ խոսքով ասած, նա ասում է. ես կաղոթեմ քեզ համար, սիրելի քույրս ու եղբայրս, որ Աստված հոգա քեզ համար։ Այնինչ նա չի մտածում, որ Աստված արդեն տվել է իրեն հնարավորություն, որը պետք է օգտագործել Աստծո ընտանիքի կարիքների համար։ Բայց մեռած հավատք ունեցողը իրեն տրվածը պահում է իրեն, իր եսի, իր ցանկության, իր հաճույքի, իր կոմֆորտի համար, որտեղ նա փնտրում է այս երկրային բարիքները։ Իսկ կենթանի հավատքը փնտրում է այն, ինչ հավիտենական է, արժևորելով երկնային գանձերը։ Տեսնում եք, այս օրինակով Հակոբոսը ցույց է տալիս հավատքի դրսևորումը։ Մարդու գործերին նայեք, արդյունքը տեսեք, ու տեսեք, թե որքանով է նա ապրում Հիսուսի փառքի համար, Հիսուսի տված օգտագործելով հենց իր համար, իր նպատակների համար։ 17-րդ համարում Հակոբոսը տալիս է առաջին բնութագրության այս եզրակացությունը, ասում է. այդպես էլ հավատը, եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։ Ինչու այն օգուտ չի տալիս։
ինչու չի գործում, քանի որ մեռած է, այն կեղծն է։ Իրական հավատքը մարդուն մղում է ծառայության։ Քրիստոնյան այն, ինչ սովորում է Աստծո խոսքից, նա փնտրում է ուղիներ իր առօրյայում իրականացնելու։ Նա իր կյանքի յուրաքանչյուր ոլորտ փափագում է հնազանդեցնել հոր կամքին ու ծառայեցնել նրա փառքի համար։ Այստեղ բերվեց օրինակ նյութական կարիքի մասին, սակայն հավատքից ծնված գործերը միայն կարիքավորի նյութականի հոգացությանը չի վերաբերում։ Սա պարզապես մի օրինակ է բերված, սակայն այս սկզբունքը կիրառելի է բոլոր մեր կյանքի ոլորտների ու հարցերի մեջ։ Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Աստծո արքայության գործերի վրա, որպեսզի ամեն իր ունեցածը գործածի ավետարանի տարածման համար։ Օրինակ, երբ դու տեսնում ես ծառայության կարիք քո հոգևոր համայնքում, կա բաց տեղ, կա խնդիր, ինչ-որ մի բանի պակաս, դու ինչպես ես արձագանքում։ Դե ես կաղոթեմ, թող մյուսները անեն։ Թող մյուսները արձագանքեն։ Չէ՞ որ ես էլ ունեմ շատ կարիքներ, ես էլ զբաղված եմ, աշխատում եմ, ժամանակ չունեմ, հոգնած եմ։ Թող մյուսները դրա մասին մտածեն ու հոգ տանեն։ Գնացեք, դուք տաքացեք ու կշտացեք։ Այսպես ես մտածում։ Թե դու դուրս ես եկել քո հարմարավետության դաշտից, նեղություն ես կրում, որպեսզի լրացնես մի կարիք, որը նպաստելու է քո հոգևոր համայնքի ծառայության առաջընթացին։ Երբ դու լրացնում ես որևէ մի կարիք, դու դրանով հնարավորություն ես ստեղծում քո մյուս քույր, քրոջ ու եղբոր համար գործելու եւ լրացնելու մեկ այլ կարիք, ծառայելու մեկ այլ ոլորտի մեջ, մեկ այլ ուղղությամբ։ Եղբայրներ, վերցրեք ձեզ վրա սակավագական ծառայության պատասխանատվությունը, ու դա նույնպես մի թողեք խոսքի ծառայողների վրա։ Դրանով դուք չեք նպաստում խոսքի ուսուցման ու հովական ծառայության զարգացմանը, եկեղեցու պտղաբերությանը եւ ավետարանի տարածմանը։ Նայեք առաջին դարում ինչպես էր եկեղեցում։ Ինչպես է նրանք ներդաշնակորեն եկեղեցում յուրաքանչյուրը ծառայում էր ըստ իրեն տրված շնորհների։ Իսկ Տերը ասում է փրկյալներին շարունակ ավելացնում էր եկեղեցուն, աճեցնում եւ օրհնում էր։ Քո համայնքի բերած պտուղները միայն առաջնորդների հաշվին չի գրանցվում։ Երբ դու ծառայում ես քո հոգևոր ընտանիքի հետ միաբանված, որպես մեկ մարմին, մեկ հոգի, մեկ սիրտ, մեկ նպատակ, ապա քո եկեղեցու բերած պտուղները նաև քո պտուղներն են, քո ներդրման արդյունքն է, որը պարտադիր չէ դրսևորվի միայն խոսքի ծառայության միջոցով։ Հիշեք, սիրելիներ, ամենքս հաշիվ ենք տալու Աստծուն մեզ տրված շնորհների, հնարավորությունների, մեր անձնական ժամանակի ու ֆինանսների համար, թե ինչպես եւ ինչ նպատակի համար ենք ծառայեցրել այդ ամենը։ Չլինենք ամենքս ակնկալողներ միայն, պահանջողներ, ստացողներ, այլ լինենք տվողներ, առատաձեռն տվողներ, որովհետեւ ավելի իրանելի է տալը, քան ստանալը։ Որովհետեւ տալը մի դուռ է, որտեղ դու ինքդ ես օրնվում եւ հոգեպես աճում։ Հոգեոր աճի սյուներից մեկը ծառայությունն է։ Սա է կենթանի հավատքի վկայությունը, այն ծառայությունն է։ Առանց ծառայության չկա հոգևոր աճ, կա լճացում եւ հոգևոր անկում։ Իսկ ծառայությունը բերում է քո կյանք ուրախություն, իմաստ, խաղաղություն եւ այն սովորեցնում է քեզ, ինչպես շարունակ ել ավելի նմանվես Հիսուսին, ել ավելի աճես։ Որտեղ ծառայության մեջ Աստված ցույց է տալիս ինքդ քեզ շատ քո թերությունները, քո սխալները, քո հոգու սրտի վիճակը եւ այն նպաստում է, որ դու ել ավելի ընթանաս հոգեվոր աճի մեջ։ Առանց ծառայության չկա հոգեվոր աճ։ Ուրեմն առաջին, ինչպես բնութագրել հավատքը, որը չունի գործեր։ Այն մեռած է, այն չի կարող փրկության միջոց լինել, այն անօգուտ է անտարբեր կողքիների կարիքների նկատմամբ։ Այն ճշմարիտ կրոնասիրությունը չէ, կրոնապաշտությունը չէ, որտեղ այն չի սիրում իր դրացուն, ինչպես Տերը պատվիրեց սիրեք ձեր անձերի պես։ Երկրորդ, ինչպես բնութագրել հավատքը, որը չունի գործեր։ Երկրորդը, առանց գործեր հավատը մոլորեցնում է
քանի որ անիմաստ է։ Առանց գործեր հավատը մոլորեցնում է, քանի որ անիմաստ է այն։ Ոչ միայն մեռած է, այլ նաև անիմաստ է։ Ընթերցենք 18-ից 20 համարները եւս մեկ անգամ։ Բայց գուցե մեկն ասի. դու հավատ ունես, իսկ ես գործեր։ Ցույց տուր ինձ քո հավատն առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով։ Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում, բայց դևերն են հավատում եւ սարսափում են։ Ուզում ես իմանալ ով փուչ մարդ, որ հավատը առանց գործերի անիմաստ է։ Բայց գուցե մեկը ասի. ով է այս մեկը։ Ոմանք ասում են սա Հակոբոսին հակադարձողն է, ոմանք ասում են Հակոբոսի մտքին համաձայն եղող մեկն է, մյուսները ասում են, որ սա Հակոբոսի խոսքերն են, ինքը իր մասին խոսում է երրորդ դեմքով։ Այս տարբեր կարծիքների մեջ կարող ես խճճվել երբեմն, որտեվ ամեն մեկը բերում է իր հիմնավորումները, իր պատճառները, թե ինչու այսպես կամ այնպես մեկնաբանում, բայց շատերը կարդում ես, տեսնում ես, որ չի բռնում համատեքստի տրամաբանության, Հակոբոսի մտքի տրամաբանությանը չի բռնում։ Եվ նաև մյուս կողմից խնդիրը այն է, որ այստեղ դժվար է բաժանել խոսքը, թե որն է Հակոբոսինը եւ որն է իրեն առարկողինը։ Հա, ոմանք առանձնացնում են ամբողջ 18-ը որպես մեկ հոգու խոսք, ոմանք այն առանձնացնում են որպես առարկողի խոսք, որն ասում է դու հավատ ունես, ես գործեր, իսկ մնացածը Հակոբոսի խոսքն են։ Եվ դրա համար պետք է փորձենք տեսնենք ինչպես է այն ավելի տրամաբանորեն բռնում մյուս մեր այս համարների հետ։ Ու որպեսզի ձեզ շատ չխճճեմ այս տարբեր մոտեցումների մեջ, ես փորձեմ կիսվել ձեզ հետ իմ եզրակացությունը, լավ։ Բայց գուցե մեկն ասի դու հավատ ունես, իսկ ես գործեր։ Այս առաջի մասը ցույց է տալիս առարկողի պատասխանը, հակառակ պատասխանը Հակոբոսի բերած մտքին։ Իսկ մնացածը արդեն շարունակվելու է Հակոբոսի պատասխանը հենց այս առարկությանը, մեկը ով ընդդիմանում է հավատ եւ գործերի կապի մեջ եղած այս մեկությունը։ Տեսեք 17-րդ համարում Հակոբոսը ինչ ասաց։ Ասաց այդպես էլ հավատը, եթե գործեր չունենա, ինքնին մեռած է, չէ՞։ Եվ սրանով Հակոբոսը ինչ է ուզում ցույց տալ, որ հավատք եւ գործերը դրանք անբաժան են։ Նա ուզում է ցույց տալ, որ սրանք պետք է միասին դիտարկեք, որպես մեկություն։ 17-ում արտահայտած Հակոբոսի միտքը ցույց է տալիս, որ 18-ում, որ ասում է, բայց գուցե մեկը ասի, այս մեկը հակադարձում է Հակոբոսի հենց այս վերը նշված մտքին։ Եվ ինչ է ասում։ Դու հավատ ունես, ես էլ գործեր ունեմ։ Սրանով նա ուզում է ասել, որ հավատը ու գործերը դրանք տարբեր են։ Դու հավատ ունես, իսկ ես գործեր։ Նրա նպատակն է այս հավատք եւ գործերը առանձնացնելու։ Ասելով, որ գիտես, որ մարդ կարող է հավատքի պարգև ունենալ, մարդ կարող է գործեր ունենալ, սրանք իրար հետ մեկ չեն։ Պարտադիր չի, որ սրանք ունենան այդ կապը։ Չէ՞ որ Աստված տալիս է ոմանց տարբեր պարգևներ, մեկ ուրիշին ուրիշ պարգևներ, պարգևները զանազան են։ Ես ասում եմ կարող եմ փրկարար հավատք ունենալ, բայց չծառայել այնպես, ինչպես նոր դու բացատրում էիր Հակոբոս։ Ես կարող եմ հավատամ, բայց պարտադիր չի, որ ես գործեր ունենամ։ Կամ ասում եմ կարող է դու ունենաս հավատքի պարգև, ես ունենամ ծառայության պարգև։ Դու մեկը ունես, ես մյուսը ունեմ։ Կամ հակառակը, ինչպես Առաջին Կորինթացիս 12-րդ գլխում կամ Հռոմեացիս 12-րդ գլխում, երբ որ խոսվում է զանազան պարգևների մասին, այնտեղ նշվում է, որ մեկը ունի խոսքի պարգև, մեկը ունի հավատք, մեկը գործեր կամ ծառայության պարգև եւ այլն։ Այսինքն այս առարկողը կարծում է, որ նորմալ է, որ ես ունենամ փրկարար հավատք, բայց չունենամ գործեր կամ չունենամ ծառայություն, այնպես ինչպես որ դու ես նկարագրում Հակոբոս։ Այս հակադարձողի այսպիսի տարանջատումը երևում է նաև քերականական կառուցվածքից։ Ուրեմն տեսեք, նոր արատում այսպես է թարգմանված.
դու հավատ ունես, իսկ ես գործեր։ Բայց բնօրինակում այստեղ երկու անգամ է օգտագործվում ունենալ բայը։ Այստեղ այդ ունենալ բայի փոխարեն ինչ է դրված, բութն է, չէ՞ դրված։ Բայց բնօրինակում կա երկու բայ, որ ասում է դու հավատ ունես, իսկ ես գործեր ունեմ, հա։ Եվ սա ինչ է ցույց տալիս, որ հեղինակը օգտագործելով այս երկու բայը, նա այս առարկողը ուզում է ասել, որ դրանք տարբեր են։ Ես սա ունեմ, դու այդ մեկը ունես։ Սա ցույց է տալիս նրա նպատակը, որ նա ուզում է տարանջատել հավատքը գործերից։ Օրինակ TBS-ի թարգմանության մեջ հենց բառացի թարգմանել են. դու հավատ ունես, ես էլ գործեր ունեմ, հա։ Իհարկե նախորդ համարներում Հակոբոսը ասում էր, որ դուք ասում եք, որ դուք հավատք ունեք, բայց գործեր չունեք։ Իսկ այս առարկողի խոսքերի մեջ ինչ եք տեսնում, որ նա ասում է հակառակը, չէ՞։ Առարկողն ասում է դու ունես հավատք, ես ունեմ գործեր։ Կարծես հարց առաջանա, ինչու է նա ասում ես ունեմ գործեր։ Չէ՞ որ Հակոբոսը ասես դուք հավատք ունեք, ասում եք հավատք ունեք, գործեր չունեք։ Քանի որ 18-ի սկզբում գրված է. գուցե մեկը ասի։ Սա ենթադրում է, որ Հակոբոսը բերում է այս առարկողի խոսքերը որպես օրինակ, որ մարդիկ այսպես մտածում են, հակառակվում են այս ճշմարտությանը տարանջատելու համար հավատքը գործերից։ Այսինքն սա ուղիղ խոսք չէ Հակոբոսի հետ, որ մեկի չի զրուցում, որ գրված է նրանց երկխոսությունը, այլ նա բերում է որպես օրինակ, որ կա այս ճշմարտությանը հակառակ մտքեր, հակասություններ, որ մարդիկ ասում են դու հավատ ունես, ես գործեր, կամ հակառակը դու կարող ես գործեր ունենաս, ես հավատ կունենամ։ Իսկ Հակոբոսը պատասխանում է այսպիսի տրամաբանություն, ասում է. ցույց տուր ինձ քո հավատը առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով։ Նա ուզում է ցույց տալ, որ գիտես դու թեմաները խառնել ես իրար։ Ես ուրիշ բանի մասին եմ խոսում։ Իսկ դու մտածում ես տարբեր պարգևների եւ շնորհների մասին։ Հակոբոսը ասում է, որ եղբայր, ես խոսում եմ փրկության համար անհրաժեշտ հավատքի մասին, որը որ նույնն է բոլոր փրկվածների համար։ Այնպես չէ, որ մեր հավատները տարբեր են փրկությունը ստանալու հարցում։ Մենք բոլորս ունենք նույն հավատքը, որը որ տանում է նույն փրկությունը ստանալուն։ Ես չեմ խոսում պարգևների զանազանության մասին, հավատք ու ծառայություն պարգևների տարբերության մասին։ Ես խոսում եմ փրկարար հավատքի ու դրա պտղի մասին, արդյունքի մասին։ Եվ շարունակում է հիմնավորել, որ հավատք եւ գործերը անբաժան են։ Կարող ես ցույց տալ քո հավատը առանց կամ անկախ քո գործերից, տարանջատված։ Կարող ես այդպես ցույց տալ։ Ոչ, դու չես կարող ցույց տալ քո հավատքի ճշմարիտ լինելը այլ կերպ։ Հավատքը, որտեղ անտեսանելի է, այն մարդու հոգու մեջ է, այն սրտի վիճակ է։ Եվ ես էլ դու էլ քո սրտի խորքերը չենք տեսնում։ Միայն Աստված է տեսնում մարդու սրտի խորունկ տեղերը։ Ինչպես գիտես, որ դու ինքդ ունես կենթանի հավատք։ Գուցե դու էլ մոլորված ես, ու դու ուղղակի այդպես ես զգում։ Իսկ գիտես, որ քո զգացմունքները անվստահելի են, քանի որ դրանք նույնպես ապականվել են մեղքի պատճառով, ու քո զգացմունքները նույնպես քեզ խաբում են։ Սուրբ Գիրքն ասում է՝ մի վստահիր քո ներսի մարդկային հասկացողությանը կամ զգացմունքներին, այլ Աստծուն ապավինիր, այսինքն նայիր Աստծո ասածին։ Ուրեմն կարող ես ցույց տալ, որ հավատքը առանց գործերի, կարող ես ցույց տալ քո հավատքը ուրիշ մի եղանակով, ոչ։ Իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատքը իմ գործերով, ասում է Հակոբոսը, քանի որ ծառը ճանաչվում է պտուղներից։ Դե գուցե ասես իմ բերանի վկայությամբ կարող եմ ցույց տալ ու վկայել, որ հավատում եմ, չէ՞։ Դա էլ է արտաքին երևույթ։ Լավ, գուցե դու ասես, քանի որ այդպես ես կարծում, բայց դա դեռ չի նշանակում, որ դու ճիշտ ես հասկացել ինքդ քեզ ու քո հավատքի վիճակը։ Ինչու՞։ Քանի որ տես, ասում է դևերն էլ են հավատում։ Դու ասում ես դու հավատում ես,
քո բերանի վկայությունը արտաքին ներկայացնում ես որպես պատճառ, բայց գիտես որ դևերն են այդ նույնը կարող են ասել ունենալ այդպիսի հավատք։ Բայց իրենց հավատքը փրկարար չէ, փրկարար հավատքը չէ։ Ու գուցե քո հավատն էլ փրկարար հավատք չէ։ Գուցե դու ես մոլորված։ Ուրեմն ինչպես իմանաս, ինչպես ճիշտ գնահատական տաս քո հավատքի, որպեսզի դու չխաբվես ու չմոլորվես ինքդ։ Հակոբոսն ասում է, եղանակը մեկն է։ Ես քեզ ցույց կտամ իմ հավատքը իմ գործերով։ Սրանք անբաժան են։ Դու մի տարանջատիր եւ փորձիր արդարացնել քո մոլորությունը, նայիր քո իսկ ապրած կյանքին, քո բերած պտուղներին ու գնահատիր հավատքդ։ 19-ում ասում է, դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում, դևերն են հավատում եւ սարսափում են։ Լավ ես անում ասելով Հակոբոսը գնահատական է տալիս դիմացինի հավատամքի ուղղադավան լինելուն։ Տեսեք, ինքը ասում է լավ ես անում, որ դու հավատում ես, որ Աստված մեկ է։ Այս արտահայտությունը հրեաների մոտ տարածված էր որպես իրենց հավատամքի հիմք, որ գոյություն ունի միայն մեկ ճշմարիտ Աստված, Յահվե Աստվածը, եւ այն վերցված է 2-րդ Օրինաց 6-րդ գլխից 4-5 համարներում։ Տեսեք։ Լսիր ով Իսրայել, մեր Տեր Աստվածը Տերը մեկ է։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ ուժով։ Գուցե լսել եք, չէ՞, Շմա Իսրայել, այդ արտահայտությունը։ Լսիր Իսրայել, Աստված մեկն է։ Իսկ հաջորդ համարն ինչ է ասում։ Սիրիր այդ Աստծուն քո ողջ էությամբ եւ գործերով։ Այսինքն եթե դու ունես ուղղադավան հավատամք, դու վկայում ես այդ ճշմարիտ Աստծու անվան ուղղված քո հավատքը, բայց չես հնազանդվում ու կատարում այդ ճշմարտությունը, ապա քո հավատքը, որքան էլ այն ուղղադավան է հնչում քո բերանից, ճշմարիտ չէ եւ փրկարար չէ։ Դու պարզապես Աստծո մասին ունես տեղեկություններ, ինչպես դևերը, սակայն այդ ճշմարտությունը չի դարձել քո կյանքը։ Դու մոլորված ես անգամ քո ուղղադավանության մեջ։ Սատանան ու դևերն էլ գիտեն ով է Յահվե Աստվածը։ Նրանց մեջ աթեիստներ չկան։ Նրանք էլ գիտեն, որ միայն մեկ Աստված կա։ Նրանք շատ ու շատ ավելի տեղեկություններ ունեն Աստծո մասին, սակայն դա չի նշանակում, որ նրանք փրկվելու են։ Նրանք գիտեն ճշմարտությունը իրենց ապագայի մասին ու նրանք սարսափում ու դողում են գալիք դատաստանի համար։ Նրանք գիտեն Աստծուն, Յահվե Աստծուն, բայց չեն հնազանդվում եւ չեն կատարում նրա կամքը։ Ուրեմն սա ցույց է տալիս, որ անգամ մարդու հավատամքը կարող է լինել ուղղադավան, սակայն հավատքը չլինի կենդանի ու փրկարար։ Նրանք չեն հնազանդել իրենց ողջ կյանքը Հիսուսին։ Նրանք փնտրում են սեփական ցանկություններն ու հանգիստը։ Այդ ուղղադավանությամբ մարդ կարող է գնալ դժոխք։ Շատ հարանվանություններ կան քրիստոնեություն, որ ասում են, այո, կա մեկ Աստված, երրորդությունն ենք ընդունում, Հիսուս հավիտենական Աստված է, իսկ հարց շնորհիվ արդապետությանը ինչ են իրենք քարոզում եւ վկայում, ինչպես որ մենք տեսանք ներածության մեջ։ Մարդիկ արտաքնապես վկայում են Հիսուսի մասին, բայց նրանց հավատքը կենդանի կարող է չլինել։ Դրա համար բերանով ասել վկայել քո հավատամքի ուղղադավանության մասին դա չի համարվում ամբողջական ապացույց կենդանի հավատքի։ Դրա համար Հակոբոսն ասաց. ես իմ հավատքը ցույց կտամ իմ գործերով, ինչպես Հիսուս տվեց մեզ այդ եղանակը։ Այլ ապացուցման ճշմարիտ եղանակ չկա, որ անտեսանելի իմ հավատքը ապացուցվի ու գնահատվի։ Մնացած եղանակները կարող են կեղծ գնահատական տալ, ոչ ամբողջական գնահատական տալ։ Այո, ուղղադավանությունը ճիշտ է, լավ է ու պարտադիր է, սակայն եթե չկա դրան համապատասխան կյանքը, չկա պտուղը, ապա իմացիր, որ այդ հավատքն էլ քեզ է մոլորեցրել, քանի որ առանց գործերի հավատք է։
Հարց. դու ինչպես ես վստահ, որ ունես կենդանի հավատք։ Ինչ գիտես, որ ունես վերստին ծնունդ։ Ինչ գիտես, որ դու փրկված մեկն ես։ Դու նայում ես քո զգացմունքներին, քո ցանկությանը, մտքի թելադրանքին։ Իսկ ինչ ես ասում, երբ տեսնում ես բերանիդ վկայության ու գործնական կյանքիդ մեջ անհամապատասխանություն։ Ավելի վստահում ես ներսիդ անձի ասածին, թե արտաքին պտուղի վկայությանը։ Սուրբ Գիրքն ասում է, որպեսզի արդար ինքնագնահատական տաս, պետք է նայես քո պտուղների վկայությանը, քո ապրած կյանքին։ Իսկ երբ տեսնում ես մեղավոր գործեր, մեղավոր արդյունք, չար պտուղներ, ապա օր առաջ ապաշխարիր, խոնարհվիր, թող մեղքը, հրաժարվիր աշխարհից, հասկացիր, որ առանց Հիսուսի հետ կենդանի հաղորդակցության դու չես կարող պտուղ բերել ու չես կարող համոզվել անգամ քո փրկության հաստատության վրա։ Դրա համար ամեն օր փնտրի նրա երեսը, նրա խոսքը, նրա կամքը, հնազանդվիր այդ կամքին շարունակապես, ու եթե այն աճի ու զարգանա, քեզ անպտուղ չի թողնի ու կհաստատի քո ընտրված լինելը ինքդ քեզ համար։ Պետրոսն ինչ էր ասում երկրորդ նամակի մեջ, առաջի գլուխ։ Ասում է հաստատեցեք ձեր ընտրված լինելը։ Ինչպես հաստատենք։ Ջանալով, ասում է, հեռանալ մեղքից ու ապրելով առաքինություն, գիտություն, ժուժկալություն, համբերություն, աստվածպաշտություն, եղբայրսիրություն եւ սեր։ Այսպես ձեզ առատորեն շնորհվելու է հավիտենության թագավորության մեջ մտնելը։ Այսպիսի պտուղները ապացուցելու են ձեր արդեն իսկ փրկված լինելը, ձեր ընտրված լինելը։ Ուրեմն Հակոբոսը 20-րդ համարում երկրորդ ամփոփիչ խոսքն է ասում, բայց ուզում ես իմանալով փուչ մարդ, որ հավատը առանց գործերի անիմաստ է։ Հակոբոսը իրեն առարկողին, ով ասում է, որ հավատք ունի, ով ասում է, որ Աստված մեկ է, կամ միայն մեկ ճշմարիտ Յահվե Աստված, սակայն նա մոլորված է ու չունի ճշմարտության իրական ճանաչողությունը, նա այս մարդուն անվանում է փուչ մարդ։ Փուչ նշանակում է դատարկ։ Արտաքինից մեծ խոսացող, բայց իրականում ներսը դատարկ, քանի որ չկա կենդանի հավատքը, չկա սրտում իրական կյանքը Հիսուսի հետ եւ Հիսուսի համար։ Ու այս առարկողին նա հարց է տալիս. ուզում ես իմանալ ճշմարտությունը։ Ուզում ես իմանալ։ Թե ուզում ես մնալ քո փուչ համոզմունքների մեջ ինքնախաբված ու անպտուղ վիճակում։ Կարծրացած մարդուն չես կարող հասկացնել ճշմարտությունը, նա միտված է շարունակ հակառակելու, իրենը ապացուցելու եւ ինքնաարդարացման կերպեր փնտրելու։ Դրա համար նա այս հարցով ուզում է ասել, որ դու կարիք ունես խոնարհվելու եւ իրապես ճանաչելու ճշմարտությունը ու քո իրական վիճակը։ Այստեղ ճանաչել բառը նշանակում է ճանաչել Աստծո հետ իրական փոխհարաբերության մեջ մտնելու մակարդակով, անձնական մակարդակով ճանաչել, մեկ լինել Աստծո հետ, ոչ թե պարզապես ինֆորմացիա, տեղեկություն։ Էության մեջ փոփոխություն եւ գործերի մեջ փոփոխություն բերելու մակարդակում է այս ճանաչողությունը։ Ուզում ես արդյոք հասկանալ, որ եւ ընդունել ճշմարտությունը, թե քո կարծիքը քեզ համար ավելի հեղինակավոր է։ Դու անջատում ես հավատքը գործերից, համոզված ես դրանում, բայց ուզում ես իմանալ, որ դա ճշմարտությունը չէ։ Ուզում ես քննել քո ինքնահամոզմունքներդ, քո կարծիքը, քո ճանաչողությունը ճշմարտության մասին։ Ուզում ես։ Եթե չխոնարհվես ու չընդունես Աստծո ասածը, քո հպարտությունը ել ավելի կկարծրացնի սիրտդ ու կզրկի իրական ապաշխարությունից։ Հիշում եք, ներածության մեջ խոսեցինք մոլորության մասին, երբ մարդիկ մտածում են, դե քանի որ շնորհով ձրիաբար փրկվում ենք, ուրեմն կարևոր չէ, թե ինչ կյանք ապրենք, ինչպես մտածենք, ինչպես գործենք, միևնույն է փրկվելու ենք։ Եթե քո կյանքում չկա փոփոխության պտուղը, թե գործերի, թե մտածողության, թե բնավորության հարցերում, ապա դու դրանով հաստատում ես, որ դու փրկված չես շնորհով։ Դու փուչ ես ու քո հավատն էլ անիմաստ է։ Ահա գնահատական Հակոբոսի։ Իսկ նա ով շնորհով փրկվել է, այդ շնորհն էլ տանում է աստվածահաճո փոփոխությունների,
կյանքի բոլոր ոլորտներում արտահայտվող։ Այս երկրորդ եզրակացության մեջ չի ասում մեռած է, այլ ասում է անիմաստ է։ Անիմաստ նշանակում է անպտուղ, արդյունք չբերող, անօգուտ, փրկություն չբերող, իմաստությունից, ճշմարտությունից զուրկ։ Հավատքը կլինի անիմաստ, մոլորեցնող եւ նայելով գործերին, պտղին, տեսնում ես անհամապատասխանություն, որը եւ հենց այդ խոսքն է առանց գործերի։ Բերանի վկայություն, բայց զուրկ Քրիստոսի կյանքից։ Ամփոփենք, սիրելիներ, առանց գործեր հավատը մեռած է ու անիմաստ։ Ինչպես բնութագրել հավատը, որը չունի գործեր։ Առաջինը տեսանք, որ առանց գործեր հավատը օգուտ չի տալիս, քանի որ այն մեռած է։ Առանց գործեր հավատը կեղծ հավատ է, ուստի այն չի դարձել միջոց մարդու փրկության համար։ Ինչպես մեռած մարդը այլևս օգուտ չի կարող տալ, այնպես է նաև մեռած հավատը։ Քննիր այսօր քո կյանքը, ճանապարհները, գործերդ, կյանքիդ բոլոր ոլորտները, արդյոք Հիսուսն է թագավորում քո կյանքի վրա։ Արդյոք ամեն բանի Տերը նա է ու ամեն բան նրա փառքի համար է ծառայում։ Եվ երկրորդ, առանց գործեր հավատը մոլորեցնում է, քանի որ այն անիմաստ է։ Վտանգ կա լինելու մոլորված ու միևնույն ժամանակ ունենալ գիտելիքներ ճշմարիտ Աստծո մասին։ Դևերն էլ ունեն բազում գիտելիք Աստծո մասին, սակայն մոլորված են ու կորսված։ Բայց մեզ տրված է հնարավորությունը, քանի դեռ ապրում ենք այս երկրի վրա, մեր կյանքը լիովին դնել Հիսուսի թագավորության տակ։ Այստեղ է մեր ապահովությունը չմոլորվելու։ Որտեղ եթե դու լինես քո կյանքի տերը, դու կմոլորվես։ Բայց եթե Հիսուս լինի քո կյանքի թագավորն ու տերը, այդտեղ կլինի քո ապահովությունը։ Ուստի մի պահի ոչինչ քեզ համար ու քո մեղավոր անձի։ Հիշիր, քո չար ցանկությունները քեզ խաբում են, մոլորեցնում են, զրկում են իրական երանությունից, լիակատար կյանքից Հիսուսի հետ միաբանված։ Խոնարհվի նրա առջև ու նա կբարձրացնի քեզ, կիմաստավորի կյանքդ, կտա իրական խաղաղություն, հանգիստ եւ ուրախություն։ Եվ քո ապրած իսկ կյանքը, քո արդարության համար ապրող քո գործերը, պտուղը ինքդ քեզ կվկայի, որ Տերը քո մեջ է եւ քո փրկությունը հաստատ է եւ քո ընտրությունը այն կհաստատի, որ դու արդեն իրեն ես հավիտյանս։ Եկեք ոտքի վրա աղոթ կանենք։ Խոնարհվում ենք քո առաջ, մեր երկնավոր Սուրբ Հայր, քո խոսքի մեծությունը, ճոխությունը մեզ համար զարմանալի է, Տեր, բայց նաև զարմանալի է քո սիրո մեծությունը, Տեր, որ դու շարունակում ես մեզ ողորմել, որ մենք քո խոսքը հասկանանք, մենք քո ճանապարհները հասկանանք, մեր կյանքում քո ճանապարհները տեսնենք, քո նպատակներն ու գործերը տեսնենք։ Շնորհակալ ենք, որ քո հոգով դու մեր ներսը գործում ես եւ նաև մեր կյանքում պտուղ ես բերում եւ օգնում ես, որ մենք տեսնենք ու համոզվենք, որ մենք քոնն ենք, որ քո հետ մենք ունենք կենթանի հաղորդակցություն։ Շնորհակալ ենք դրա համար, Տեր, սա քո ողորմությունն է, սա կյանքի լավագույն բաժինն է, որ դու տվել ես մեզ, ու մենք դա ուզում ենք ել ավելի սիրել, մենք ուզում ենք դա ել ավելի ապրել հենց այդ դրա համար, Տեր, այն համարելով մեր կյանքի իմաստ, մեր կյանքի հիմք, Տեր։ Մեր աղերսն է, Տեր, որ դու մեզ ներես, ողորմես, որովհետև շատ հաճախ մենք շեղվում ենք նշանակետից, մենք գայթակղում ենք աշխարհի առաջարկած սին ու նայն տարբեր հաճույքներից, բայց մենք խնդրում ենք, որ դու մեզ ներես, Տեր։ Մենք խնդրում ենք, որ դու մեր հավատքը ամրացնես, մեզ արթուն միտք տաս, որ մենք արթնանանք այս բազում մոլորությունների մեջ, Տեր, որտեղ որ ապրում ենք, օգնես, որ մենք ունենանք զանազանություն, Տեր, քո խոսքի իմաստություն ունենանք, որպեսզի զանազանենք ճշմարիտը կեղծից, ճիշտ ավետարանը եւ ծրված ավետարանը, Տեր, մենք կարիք ունենք։ Օգնի, որ նաեւ մենք էլ ունենալով քո իմաստությունը, Տեր, փոխանցենք, օգնենք մարդկանց, որպեսզի տեսնեն մաքուր եւ առողջ ավետարանը, որպեսզի մարդիկ իրենց փրկությունը միայն վստահեն քեզ եւ փրկված լինելով, Տեր, ապրեն քո համար, քո փառքի համար։
Օրհնիր քուրեր եղբայրներիս ամենքին զորացրու, փառք ես նրանցից յուրաքանչյուրի համար, իրենց կյանքի համար, իրենց նվիրման համար, Տեր, որ փափագում են էլ ավելի ապրել քո համար, զորացրու նրանց, ամրացրու եւ օգնի, որ մեր բոլոր գործերը, մեր կյանքի ամեն պտուղ ցույց տա քո փառքը, ցույց տա քո ներկայությունը, ցույց տա կենթանի հավատքը, որ դու ես տվել ու որ պտուղ բերի քո անվան ու քո փառքի համար։ Օրհնի մեզ եւ դու փառավորվիր, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։